Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մեր մեծերու ճամփան, շարունակվող պայքար, Արմենակ Աբրահամյան, դարաշրջանային գայունության ուղին, Արցախի հարցով հանձնախումբի անդամ Աշոտ Հարությունյան, Ադրբեջանի կողմէ գեղձ պատմական թեզերու առաջ քաշումը պետք է արժանանա միջազգային գնահատանքի, սպանախոս երկիրներու մտավորականները հայրութ է իրականացված ցեղասպանության մասին, Արթուր Ղուկասյան, գենսական անհրաժեշտություն եւ հրամայական է մեր ժողովրդին վերադարձը Արցախ, Կարերը պիտի աղոթեն, Նարեկ Սրբազան Ալեմեզյան, եւս մեկ քրեական կորց ցեղասպանություն բարի համար, թուրք լրագրող Տուղճե Ելմազը գտածվի, Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահին գլխավորած պատվիրակությունը հարկանքի դուրք մատուցեց հայրութ է իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին, հայոց ազգակրության տանկարանի կորքերու հավաքածոն ընթերցողի սեղանին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի երրորդ գումարման 4-րդ նստաշրջանի ընթացքին ելույթ ունեցավ ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան։ Ան հբարտությամբ հիշեց իր դասամյակներու նվիրումը հայրենական գործին, անդրադառնալով հատկապես Վրեժ Աբրահամյանի օրինակին, որ 89 տարեկանին անգամ կշարունակե իր առաքելությունը։ Բարոն Վրեժ Աբրահամյան մեր ժողովրդին կողմէ երրորդ անգամ ընտրվեցավ իբրև պատգամավոր ներկայացնելու ազատամարտիկներու եւ ռազմիկներու իրավունքները։ Ան մասնակցած է 1994 թվականի ապրիլ-մայիս ամիսներուն Մարտակերտի շրջանին մեջ տեղի ունեցած գործողություններուն եւ հետագա տարիներուն ալ շարունակած է իր աջակցությունը ազատագրական շարժումի, նշեց Արմենակ Աբրահամյան։ Այդ օրերեն ի վեր ան հբարտությամբ բարձրացուցած է Արևմտյան Հայաստանի դրոշը բոլոր հայրենասիրական արարողություններու ժամանակ։ Արմենակ Աբրահամյան ընդգծեց, որ նման մարդիկ մեր ազգի սյուներուն կպատկանին եւ պետք է արժանանան պատշաճ գնահատանքի։ Մեր պայքարը կշարունակվի։ Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր մշակույթը, մեր ռազմիկներու իրավունքները եւ մեր հայրենիքին արժանապատվությունը, եզրափակեց Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի երրորդ գումարման 4-րդ նստաշրջանի ընթացքին ելույթ ունեցավ պատգամավոր եւ Արցախի հարցերով հանձնախումբի պատասխանատու Աշոտ Հարությունյան։ Ան ներկայացուց հանձնախումբի աշխատանքները եւ կարեւոր նախաձեռնությունները։ Աշոտ Հարությունյան շեշտեց, որ հանձնախումբը կենտրոնացած է բնիկ հայության գաղափարին վրա, որու արշալույսը արդեն կտեսնվի այլ գազམ་ագերբություններու մեջ։ Ան զորակցեցավ ազգային ժողովի նախագահ Արմենակ Աբրահամյանի միջազգային նախաձեռնություններուն, ընդգծելով Արցախի հարցի ճշգրիտ ներկայացման անհրաժեշտությունը։ Ապա ներկայացուց կարևոր նախագիծը Արևմտյան Հայաստանի նախաձեռնությամբ Հայաստանի տարածքով Թևի Պարսից ծոց ստանող երկաթուղիի կառուցում։ Ծրագիրը ունի տնտեսական եւ ռազմավարական մեծ նշանակություն եւ կարող է կանխել ադրբեջանական սատրանքներ։ Նախագիծը որոշ մանրամասնություններու բացակայությամբ արդեն հրապարակված է։ Վերջինս նշեց, որ պիտի շարունակեն համագործակցել Արևմտյան Հայաստանի իշխանություններու եւ միջազգային գործընկերներու հետ, նպաստելու Արցախի պահանջներու ներկայացման։ Արցախցիները այսօր գարիք ունին համատեղ ազգային մագարտակով գազམ་ագերբված հստակ գործելակերպի, եզրափակեց Աշոտ Հարությունյան։ Ադրբեջանի մեջ տեղի ունեցած միջազգային համագումարի ընթացքին նախագահ Իլհամ Ալիև հայտարարեց, թե Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիներու իբր իրենց բնիկ հողերուն վերադարձի իրավունքը խաղաղության եւ հաշտության նպատակով։ Ան անդրադարձավ Արևմտյան Ադրբեջան կոչվող տարածքեն ադրբեջանցիներու բռնադեղահանության եւ մշակութային ժառանգության ոչնչացման։ Սակայն ակնհայտ է, թե Ալիևի այս հայտարարությունները կհագասեն իրականության։ 2020-2023 թվականներու ընթացքին Ադրբեջանը Արցախի մեջ գործադրեց ռազմաքաղաքական հանցագործություններ, բռնակրավելով հայկական հողերը, բռնի գերբով դեղահանելով շուրջ 120,000 հայ, ոչնչացնելով պատմական ներկայությունը եւ կատարելով էթնիկ զդումներ։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը ադրբեջանական իշխանություններու կողմէ հնարված քաղաքական տերմին մնե, որ պատմական որևէ հիմք չունի։ 2023-ի հոկտեմբերին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի քայլերը սահմանեց իբրև էթնիկ զդումներ, իսկ ՄԱԳ-ի արդարադատության դատարանը իբր ռասայական խտրականության դրսևորում։ Ադրբեջանը կոչնչացնե հայկական եկեղեցիներ, հուշարձաններ եւ գերեզմանոցներ ու կփորձե հայկական մշակութային ժառանգությունը վերագրել այլ էթնիկ խումբերու։ Լեռնային Ղարաբաղի փախստականներու իրավապաշտպան միությունը գդրուկ կերպով կդատապարտե այս կեղծ թեզերու տարածումը եւ կհրավիրե միջազգային կառույցները դատապարտել Ադրբեջանի գործողությունները, պաշտպանել բռնի դեղահանված հայ ժողովրդին իրավունքները եւ կանխել մշակութային ցեղասպանությունը։
2023-ի փետրվար 18-ին կյանքեն հեռացավ Սպանիո մեջ բնակող լրագրող, թարգմանիչ եւ հրապարակախոս Արթուր Ղուկասյան։ Անոր լրագրական եւ քրական ժառանգությունը կարևոր ներդրում ունի հայկական մշակույթին մեջ։ 2015-ին իր նախաձեռնությամբ սպանախոս մամուլին մեջ հրադարակվեցան շարք մտավորականներ ու գործիքները հայրու դեմ իրականացված ցեղասպանության մասին։ Անոնք կներառեն գրողներ, պատմաբաններ եւ իրավաբաններ Լատինական Ամերիկային եւ Իսպանիայեն, որոնք դատապարտած են Օսմանյան Թուրքիո կողմէ գործված ոճիրը գոչ ուղղելով համընդհանուր ճանաչման եւ արդարության հաստատման։ Հակոբ Ասադրյան կգրե Օրեր թերթը Բրահայի մեջ զրուցած է Մեծի Դան Անգելիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Սրբազան Նարեկ arczepiskopos Ալեմեզյանին հետ, որ վերջերս մասնակցած է Բերնի մեջ կազմակերպված եկեղեցիներու համաշխարհային խորհրդի կողմէ նախաձեռնված միջազգային գիտաժողովիմը նվիրված Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության։ Սրբազանը նշեց, որ եկեղեցիներու համաշխարհային խորհուրդը 600 միլիոն հավատացյալ ներկայացնող համաշխարհային կառույցը կարևորած է Արցախի հարցը, ընդգծելով հայկական հուշարձաններ ոչ միայն պատմական, այլև հոգևոր արժեքը։ Քարերը պետք է շնչեն եւ աղոթեն, այդ հնարավոր է միայն Արցախի հայության վերադարձով ընդգծեց ան։ Ան նաեւ խոսեցավ խորհրդի աստեցության եւ կարևոր առաքելության մասին որպես հոգևոր, բայց միևնույն ժամանակ քաղաքական հարթության վրա յալ կորձուն կառույցը, որ գրնա աստեցություն ունենալ բեդություններու դիրքորոշումներուն վրա։ Սրբազան Նարեկ քննադատեց նաեւ հայության մեջ տիրող անդարբերությունը եւ հուսալքությունը շեշտելով, որ մենք պետք է նախաձեռնողը լանք։ Արցախի հարցին շուրջ լրել կնշանակե դավաճանություն։ Պետք է մնալ բանջարդեր նույնիսկ երբ աշխարհակաղակական իրողությունները բարենպաստ չեն ըսավան։ Իր խոսքի ավարտին Սրբազանը կարևորեց հայկական ինքնության պահպանումը նշելով, որ մեր օրերուն հայ ըլլալու հասկացությունը մտակնած է եւ հայության շարունակականությունը կպահանջի աշխուժ մասնակցություն թե եկեղեցական, թե ազգային կյանքին։ Թուրքիայի լրագրող Տուղչե Էլմազ անցյալ շաբաթ ցերպակալվեցավ Ստամբուլի մեջ հայրու դեմ իրականացված ցեղասպանության մասին գրած հոդվածին համար։ Մեղադրանքը ներկայացված է Թուրքիայի քրեական օրենսգիրքի 301-րդ հոդվածով թուրք ազգը վիրավորելու պատրվակով։ Գործին հիմքը եղած է իր 2024 ապրիլ 24-ի հոդվածը, ուր գործածած էր ցեղասպանություն եզրույթը։ Հարցակնութեն են ետ Տուղչե Էլմազ ազատ արձակվեցավ։ Ան նշեց, թե կատարել է իր լրագրողական բարդականությունը անդրադառնալով պատմական ճշմարտության։ Իր փաստաբանը ցերպակալությունը անօրինական նկատեց, հիշեցնելով, որ ցեղասպանություն թերմինի գործածությունը իրավունք է, այլ ոչ թե հանցանք։ Էլմազ դատապարտեց մամուլի դեմ ճնշումները եւ գոչ ուղեց ընդդիմանալ գամայական հետապնդումներուն։ Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գեորգի Կապունյայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ հունիս 19-ին այցելեց Իձերնագապերտի հուշահամալիրը։ Պատվիրակության անդամները ծաղիկներ զետեղեցին անմար գրագին մոտ եւ հարկանքի դուրք մատուցեցին հայրու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին։ Գեղարդ գիտաբերլուծական հիմնադրամի աջակցությամբ ներկայացվեցավ հայոց ազգագրության թանգարանի կորկերու հավաքածոն գիրքը, որ կբարունակե 17-ին 19-րդ դարերով թվակրվող 120-ի ավելի տեսակի կորկեր։ Շնորհանդեսի ընթացքին ելույթ ունեցողները ընդգծեցին կորքագործության դերը իբրև հայկական մշակութային ինքնության հիմնական բաղադրիչ։ Կորկերը կներկայացնեն Արցախի, Սյունիքի, Վասպուրականի եւ այլ հայաշատ շրջանները եկող ավանդույթները։ Գեղարդ հիմնադրամի ներկայացուցիչ Գոր Մարգարյան շեշտեց, որ այսպիսի նախաձեռնություններ պայքար մնեն մեր մշակութային ժառանգության հափշտակման դեմ։ Գիտություններու ազգային ակադեմիայի փոխնախագահ Բաբել Ավետիսյանը ասավ, թե կորքագործությունը ազգային ինքնության առանցքներեն մեկն է։ Հավաքածոյին համահեղինակները գիրքը ներկայացուցին իբրև գիտական եւ մշակութային կարևոր հարթակը։ Իսկ Երևանի Պետական համալսարանի պատմության բաժանմունքի ղեկավար Մխիթար Գաբրիելյան կարևորեց հայագիտության ոլորտին մեջ նման համատեղ համագործակցություններու զարգացումը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։